Այս տարվա պետական բյուջեի եկամուտների 89.8%-ն արդեն հավաքագրվել է։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 441.9 միլիարդ դրամ հարկ ու տուրք։ Այս ցուցանիշը 13.6%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի, իսկ 21.7%-ով 2023 թվականի 11 ամսվա արդյունքները։ 292.6 միլիարդ դրամով գումարը ավելին է, որը պայմանավորված է հիմնականում ավելացված արժեքի հարկի, շահութհարկի եւ եկամտային հարկի մուտքերի աճով։ Տնտեսական ակտիվությունից հավաքագրումներն ավելի առաջ են, եթե համեմատում ենք մեր հավաքագրումները կանխատեսված ցուցանիշների հետ, ապա կարող եմ ասել, որ բավականին մոտ ենք գնում։ Հավաքագրումների 81.7%-ն ապահովել են հարկային, 18.3%-ը մաքսային մարմինները։ Մուտքերի աճի երկու գործոն են առանձնացնում մասնագետները։ Տնտեսական աճն է արտացոլվում, նաև որոշակիորեն գնաճի տեմպն է արտացոլվում, քանի որ նույն առևտրի ոլորտում նաև այդ ավելացված արժեքի հարկի մասով, թե նաև այլ հարկատեսակների գծով, օրինակ նույն շրջանառության հարկի գծով, մուտքերը բնականաբար նույն գնաճի տեմպերի չափով պետք է աճեն։ Հավաքագրումներին նպաստել է նաև վարչարարությունը, որոնք հիմնականում անհպում են իրականացվել։ Իրազեկման վերլուծական աշխատանքներն իրենց արդյունքները տվել են, շեշտում է պետնախագահի առաջին տեղակալը։ Տարվա ընթացքում 2500 չգրանցված աշխատող են հայտնաբերել։ Բիզնեսին ու քաղաքացիներին էլ ավելացված արժեքի հարկի եւ եկամտային հարկի գծով նախատեսված գումարը պետությունը վերադարձրել է։ 11 ամիսների ընթացքում հարկվճարողներին, այդ թվում իհարկե նաև ֆիզիկական անձանց, վերադարձվել է 382.1 միլիարդ դրամ։ Ու իհարկե այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելին է 20.1 միլիարդ դրամով կամ 5.6%-ով։ Դեկտեմբերին անհրաժեշտ է հավաքագրել 278.5 միլիարդ դրամ, որ տարվա համար պլանավորված 2 տրիլիոն 720 միլիարդ դրամը հնարավոր լինի կատարել։ Կարծում ենք, որ տարին կավարտենք հավաքագրումների առումով 2.7 տրիլիոնի շրջանակներում, ինչը 2017 թվականի ցուցանիշից կլինի ավելին 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով կամ 133%-ով, 18 թվականի ցուցանիշից կլինի ավելին 1 տրիլիոն 442 միլիարդ դրամով կամ 115%-ով կամ 2024 թվականի ցուցանիշից կլինի ավելին 309 միլիարդ դրամով կամ 13%-ով։ Դեկտեմբեր ամիսը սովորաբար եթե մենք տարիներով դիտարկում ենք, այո, բավական ակտիվություն նկատվում է եւ կարծում եմ, կարելի է մոտենալ այդ ցուցանիշին, հնարավոր է որոշ այսպես պակասորդ նույնպես նկատվի, սակայն համատած անցած ամիսների միջին ցուցանիշի հետ դեկտեմբեր ամիսը անհամեմատ ավելի բարձր կլինի։ Գերավճարների պրակտիկան, որոնք անցյալում գործել է, ներկայումս չկա եւ այսպես ասած նորմալ բնական, այսինքն հարկահավաքման այս ցուցանիշներն են սրանք արտացոլում։ Այս տարվա 11 ամսում ամենաշատ մուտքերն ապահովել են ֆինանսական ոլորտը, շինարարությունն ու մանրածախ առևտուրը։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։